ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսիկ Քոչարյանը, եւ նշեմ այն բոլոր տարբերակները, որով մենք հասանելի ենք, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, այստեղ եւ կարող եք տեսնել եւ լսել մեզ, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հասանելի ենք Facebook-յան հարթակում Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, մտնում եք այստեղ եւ մեզ հայտնաբերում եք live stream-ի տարբերակով, կարողանում եք դիտել, մեկնաբանություններում հարցեր, դիտարկումներ թողնել։ Այսօրվա թեման կարծում եմ շատ հետաքրքրաշարժ է եւ մի փոքր էլ պրովոկատիվ, որովհետեւ զրուցելու ենք հոգեթերապևտի անձի, անձնային հատկանիշների եւ հոգեթերապևտիկ ընթացքի մասին եւ այս ամենը քննարկելու ենք երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։ Ողջույն Ողջույն Լուսի ջան։ Շնորհակալություն հերթական անգամ հյուրընկալվելու համար։ Ես եթերից առաջ հասկացա, որ մենք 11-րդ տարին արդեն այս տաղավարում ամենաակտուալ թեմաներով եթերներ ենք անում։ Արդեն անցել է, չի հիշում։ Այո։ Եվ այսօրվա թեման հոգեբանի, հոգեթերապևտի անձն է։ Մենք սովոր ենք լսել, որ պետք է հոգեթերապևտը շատ նեյտրալ մնա, շատ իր անձնական խորհուրդները, ուղղորդումներն ու ցուցումները չտա այցելուին իր հոգեբանի սենյակում, բայց ոնց մտածում եմ, չի կարող հոգեթերապևտի անձնային եւ ոչ մի հատկանիշ ընդհանրապես չդրսևորվել մի ամբողջ հոգեթերապևտիկ process-ում, չէ՞ որ դա կարող է ամիսներ տևել, երբեմն նույնիսկ տարի տևել։ Ինչ կասեք այս մասին։ Շատ կարևոր հարց է իրականում, շատ կարևոր թեմա եւ ես կուզեի բարձրաբանել ինչ նկատի ունենք, երբ ասում ենք հոգեբանի անձը շատ կարևոր է հոգեթերապևտիկ գործընթացում կամ ասում ենք, որ իր անձը չպիտի խառնվի այդ գործընթացին։ Իհարկե այստեղ պիտի հասկանանք ամենաառաջին հերթին, որ հոգեբանները իրենց հոգեթերապևտիկ պրակտիկան սկսելուց առաջ իրենք պիտի իրենց անձնական թերապիան անցնեն։ Ինչի համար։ Նախ սա պետք է, որպեսզի այս մարդիկ առաջին հերթին նստած լինեն այցելուի աթոռին եւ իրենց մաշկի վրա նախ զգացած լինեն, թե դա ինչ է նշանակում, եւ բնականաբար լուծեն իրենց հոգեբանական խնդիրները, իրենց մանկական տրավմաները, իրենց ներքին կոնֆլիկտները, կարգավորեն իրենց հարաբերությունները, առնվազն օրինակ իրենց ծնողների հետ չունենան չլուծված խնդիրներ, կոնֆլիկտներ, իրենց համար իրենց կյանքի հիմնական մեծագույն խնդիրները հաղթահարած եւ հարթած լինեն։ Իհարկե սա չի նշանակում, որ հոգեբանները խնդիրներ հետագայում չեն ունենում, բնականաբար մենք ապրում ենք եւ կյանքում անընդհատ մեզ հետ տարբեր բաներ են պատահում եւ մենք բնականաբար նորից կարող ենք կարիք ունենալ այցելելու հոգեբանի, եթե ինչ-որ խնդրի մեջ ենք հայտնվել։ Եվ երբ որ հոգեբանը աշխատում է ինքն իր անձի վրա, ինքը լուծում է իր բոլոր խնդիրները, սա իրեն թույլ է տալիս, որ ինքը հնարավորինս ավելի չեզոք կարողանա դիտարկել իր այցելուի խնդիրները։ Ինչու եմ ասում հնարավորինս, որովհետև գիտեք ոնց այնուամենայնիվ մենք կարեկցում ենք մեր այցելուներին, մենք այդպես ռոբոտի նման երբևէ չենք դիտարկում մեր այցելուներին։ Մեր այցելուները մարդիկ են, իրենց ուրույն պատմություններով, իրենց դժբախտություններով, ուրախություններով, կորուստներով, եւ այնուամենայնիվ դրանք մեզ անձնապես հուզում են։ Եվ դրանք մեզ իհարկե մտահոգում են։ Օրինակ, երբ հանդիպում ես, չգիտեմ, ինքնասպանության վտանգի հետ ես առնչվում, հուսով եմ, որ այդպիսի դեպքերը շատ քիչ կլինեն, եւ մենք չենք առնչվի այդպիսի դեպքերի հետ, բայց ենթադրենք կամ հանդիպում ենք բռնության ինչ-որ դեպքի, իրավիճակի կամ ինչ-որ երևույթներ սկսում ենք նկատել, որ ավելանում է հասարակության մեջ։ Սրանք իհարկե մեզ անհանգստացնում են, իհարկե մենք անտարբեր չենք կարող լինել, այսինքն կուզենամ, որ այս չեզոքությունը չշփոթենք նաեւ անտարբերության հետ, երբեմն այսպիսի բաներ են լինում։ Այսինքն հոգեբանները պիտի իրականում շատ խորը
աջակցող, հասկացող, ընդունող վերաբերմունք ունենան իրենց այցելուների նկատմամբ։ Դրա համար իրենք պիտի իրենց անձը բավական մշակած լինեն, իրենք իրենց անձնական խնդիրները պիտի հաղթահարած լինեն, որովհետև կա այսպիսի մի երևույթ, որ մենք կարող ենք մեր անձնական խնդիրները պրոյեկտել դիմացի մարդու վրա, մենք կարող ենք մեր անձնական վրեժխնդրությունը օրինակ մտցնել այս հարաբերությունից, ու ենթադրենք, հա, եթե հոգեբանը ունի չլուծված խնդիրներ հակառակ սեռի հետ, ինքը կարող է դա օրինակ արտահայտել փսիխոթերապիայի մեջ։ Օրինակ կարող եմ բերել, երբ այցելուն պատմում է, որ հոգեբանի հետ աշխատանքում օրինակ հոգեբանը այսպիսի միտք է հայտնել, ասել է, որ պետք չէ տղամարդկանց մերժել։ Տղամարդկանց մերժել չի կարելի։ Այսպիսի մի միտք, հա, ինչ որ sense դա անձնական կարծիք կարող ենք դիտարկել, թե գիտեք, բնականաբար սա անձնական կարծիք է, որովհետև այդպիսի որևէ գիտական հիմք ունեցող տեսակետ չկա, որ բոլորին կարելի է մերժել, այդպիսի բան չկա, որ ինչ որ մեկին չի կարելի մերժել։ Հիմա տեսեք, այս միտքը, երբ որ ես այսպիսի մի բան եմ ասում, կարելի է առաջին հայացքից ենթադրել, թե ինչ սեռի մարդ կարող էր այդպիսի միտք հայտնել։ Եվ այսա արդեն անձնական տեսակետի, անձնական մոտեցումների, սեփական կյանքում ինչ որ մոտեցումներ, հայացքներ ունենալու պրոյեկցիան է թերապևտիկ process-ի մեջ։ Հիմա տեսեք, բայց նաև լինում են դեպքեր, երբ մենք իսկապես հասկանում ենք մեր այցելուի ապրումները, որովհետև մենք ինքներս նման բաներ զգացել ենք եւ այստեղ էլ շատ կարեւոր է հոգեբանի կյանքի փորձը։ Օրինակ շատ սուղ, շատ սակավ կյանքի փորձ ունեցող մասնագետը իրականում շատ ավելի նեղ դիապազոն ունի, տարբեր բաներ հասկանալու, ընկալելու, պատկերացնելու, այսինքն հոգեբանի անձը ընդհանուր առմամբ շատ կարեւոր է փսիխոթերապևտիկ գործընթացում։ Պիտի հոգեբանը այսպես լիարժեք, հարուստ, բազմագույն, բազմերանգ կյանք ապրած լինի։ Իսկ գրքերը մասնագիտական, այդ գործիքները, որոնք իրենք տարիներով սովորում են, իհարկե դրանք կարևոր են, բնականաբար դրա մասին խոսք չկա։ Դրանցով հնարավոր չէ յոլա գնալ։ Ոչ, ցավոք դրանցով յոլա գնալ հնարավոր չէ, Լուսի ջան, բայց գրքերի մասին ես մի բան կուզեմ ասել, որ անչափ կարևոր են նաև գեղարվեստական գրքերը։ Այ երբ որ մենք խոսում ենք գրքերից ու կենտրոնանում ենք օրինակ միայն մասնագիտական գրքերի վրա, սա էլ է ապահովում այդպես շատ նեղ դիապազոն։ Մի ուրիշ բան էլ ասեմ, եթե օրինակ մասնագետը սևեռվում է, ենթադրենք միայն արևմտյան հոգեբանների տեսությունների եւ արևմտյան հոգեբանների տեսակետների վրա, սա էլ է նեղացնում եւ սահմանափակում իր հայացքները։ Այսինքն իրականում մենք պիտի եւ կարդանք եւ հասկանանք գրողի ելակետը, թե որտեղից է գրողը գալիս, ինչ մշակույթում է ինքը, օրինակ նույն թերապևտիկ այդ մոտեցումը ձևակերպել եւ ստեղծել։ Այսինքն այստեղ մենք շատ խորը եւ լուրջ աշխատանք պիտի անենք, որպեսզի գնալով ավելի ու ավելի լավ կարողանանք հասկանալ եւ օգնել մեր այցելուներին, նաեւ որոշակի քննադատության ենթարկել են բոլոր բաները, որ մենք կարդում ենք, նույնիսկ մասնագիտական բաները, չէ, որովհետեւ դրանցում էլ կարող են լինել որոշ սահմանափակումներ։ Օրինակ, ընդհանրապես փսիխոթերապիան եւ հոգեբանությունը շատ մշակութային երևույթ է։ Այսինքն նույն երևույթը, նույն դրսևորումը հայաստանյան իրականության մեջ մենք նորմա ենք համարում, որովհետև դա ինչ որ ընդունված վարվելակերպ է, ինչ որ մոտեցում է այդպիսի, հա, ենթադրենք, որ մենք բոլորս իրար ասում ենք ջան, կամ ոչ ոք չի նեղվում դրանից եւ հետեւաբար չեն նեղվում, մենք կարող ենք ավելի հեշտությամբ գրկախառնվել, համբուրվել եւ այլն, այսինքն ինչ որ սահմաններ կան, որ մեզ մոտ շատ ավելի մոտ են։ Այլ մշակույթներում դա կարող է դիտվել սահմանի խախտում, օրինակ, չգիտեմ, նույն ուշանալը, հա, մեզ մոտ ուշանալը այնուամենայնիվ չի նշանակում, որ մարդիկ չեն հարգում այդ դիմացինին։ Մի քիչ սովորության հարց է, մի քիչ այսպես մշակութային բաներ կան, բայց կան մշակույթներ, որտեղ դա շատ կոպիտ, շատ անհարգալից բան է դիմացինի նկատմամբ եւ այսինքն մենք պիտի մշակույթի կոնտեքստում նաեւ հասկանանք փսիխոթերապիան եւ պիտի երևույթները դիտարկենք նաև մշակույթի
տեսանկյունից։ Ես շատ խոսեցի։ Մի այսպիսի շատ հետաքրքիր էր, մի այսպիսի անհանգստացնող հարց ձեզ որպես բազմամյա մեծ փորձ ունեցող եւ շատ լայնախոհ հոգեթերապևտի։ Ինչ եք անում այն այցելուների դեպքում, երբ ձեր փորձը, ձեր մասնագիտական կարողությունները, պլյուս ձեր կարդացած գրքերը, նայած ֆիլմերը, ինքնաքննադատությունը, այս ամենը, որ դուք նշեցիք, բավականացնում են հենց մի քանի հանդիպումից հետո արդեն հստակ տեսնելու նրա խնդիրը եւ արմատը եւ սկզբնապատճառը, բայց այցելուն դեռ շատ հեռու է այդ կետից։ Ինչ պետք է անել այս դեպքում։ Ասել մի անգամ եւ ավարտել հոգեթերապիա։ Այո, դուք ունեք այս խնդիրն է, վերջ գնացեք։ Գիտեք ինչ, հարցն անում է, որ իրականում այնինչ հասկանում է հոգեբանը, կարող է օգնել հոգեբանին, այլ ոչ իր այցելուին։ Այցելուին օգնում է այն, ինչը հասկանում է այցելուն։ Եվ շատ լավ է, որ հոգեբանը շատ բաներ, շատ վաղուց հասկանա, տեսնի, ընկալի, եւ սա իրեն պիտի օգնի, որ նախ ինքը, գիտեք, առհասարակ այն ամենը, ինչ մենք հասկանում ենք, սրանք հիպոթեզներ են։ Դրանք մենք պիտի ստուգենք, վարկածներ են դրանք։ Այսինքն, եթե ես իմ հասկացածի մեջ այդպես 100%-ով համոզված եմ եւ իմ այցելուի հետ դա չեմ ստուգել, սա մի քիչ կասկածելի բան է եւ ցանկացած նման վարկած, որ մեր գլխում առաջանում է, մենք պիտի արդեն դա ստուգենք։ Ինչպես մենք տարբեր հարցեր ենք մեր այցելուին տալիս, սրանք են հենց այս հիպոթեզներն ու վարկածներն են մեզ օգնում, որ մենք ինչ որ ուղղություններով սկսենք ուսումնասիրել դաշտը։ Տարբեր հարցեր ենք տալիս, խնդրում ենք կյանքի ինչ որ դրվագներից պատմել, խնդրում ենք նկարագրել իրենց միջավայրի, ենթադրենք այս կամ այն մարդու բնավորությունը, անձը, այսպես հերթով մանր ստուգում ենք այդ մեր հիպոթեզները, puzzle-ը հավաքվում է եւ այդ process-ում մեր այցելուն եւս գալիս է այդ եզրակացություններին ինքնուրույն ինքը հասկանում է եւ կարող է մենք ընթացքում բավական հեռանանք այն մեր սկզբի հիպոթեզից, որովհետեւ հիպոթեզը մղեց, որ մենք ուսումնասիրենք ինչ որ բաներ եւ այցելուի հետ միասին գալիս ենք վերջնական եզրակացության, հանգում ենք ինչ որ եզրակացության։ Այսինքն եւ սա է լինում պատճառը, որ մեր այցելուները հաճախ այդպես լավ չեն հասկանում հոգեբանը ինչ արեց, իրական սա շատ լավ թերապիայի նշան է, երբ որ այցելուն զգում է, որ ինքը ինքնուրույն հասկացավ, ինքը եկավ դրան, ինքը կռահեց, ինքը ոնց որ սենց ինչ որ պահի սենց մի բան իր մեջ, այո, ինքը ինսայթ ունեցավ, ես միշտ խուսափում եմ տարբեր տերմիններ օգտագործելուց, որ հանկարծ մարդկանց համար անհասկանալի չլինի, այո, հենց ինսայթ եղավ, սա լավ թերապիայի process-ի մասին է խոսում։ Իսկ երբ որ օրինակ հոգեբանները ինչ որ տենց կախարդական բաներ են հասկանում եւ հրամցնում են իրենց այցելուներին, հաճախ այցելուները դրանից շատ ոգևորվում, ասում են, «Օ, իմ հոգեբանը ասեց, որ այդ ամենը կապված է ձեր հայրիկի, չգիտեմ, այսինչ բանի հետ, ձեր մայրիկը կամ ձեր տատիկը ինչ որ, չգիտեմ, ժամանակ առաջ աբորտ է արել եւ դրա պատճառով այսպիսի բան կա», սրանք իրականում ավելի շատ վերագրումներ են, այլ ոչ թե իրականություն եւ ճշմարտություն, որտեղ ճշմարտություն է այն, ինչին այցելուն ինքը իր ինքնաուսումնասիրման, ինքնահետազոտման process-ում եկել հասել է։ Լավ, այդ դեպքում հետ միասին ձեզ չեն հասնում մտքեր, բաներ այդպես նորություններ հերվից, որ հա դե լավ արածն ինչ էր, ես ամեն ինչ ինքս էլ հասկացա, այստեղ ոնց որ երկակի վիճակ ունենք, մեդալի երկու կողմ ունենք։ Գիտեք, ես չի ասի, որ հաճախ է այդպես լինում, չի ասի, որ հաճախ է լինում, համենայն դեպս այդպես որ ասեմ, ինձ շատ ասում են, չէ, գուցե իմ ներկայությամբ չէ, ինչ որ մարդիկ այդպես ասեն, բայց չեմ կարծում շատ, որովհետև իսկապես որակյալ աշխատանքի ընթացքում մենք նաև օգնում ենք մեր այցելուին արժևորել ամեն ինչ։ Արժևորել իրենց ձեռք բերածը, արժևորել նաև իրենց հետ աշխատող մասնագետի արած աշխատանքը։ Երբեմն կարող է դրա կարիքը լինել։ Օրինակ, այցելուն կարող է ասել, հա, ես շատ եմ աշխատում ինձ վրա, ես իսկապես շատ գրքեր եմ կարդում, շատ եմ զբաղվում ինձնով, դրա համար ունեմ այս փոփոխությունները։ Այդտեղ մենք կարող ենք օրինակ այցելուին հարցնել, ասել, իսկ ոնց որ մեր այս պահին արվող աշխատանքը որպես գործոն
գործոն չեք տեսնում այդ ամենում, երբեմն լինում է դրա կարիքը, այցելուները ասում են, վայ, հա ճիշտ եք ասում, իհարկե, սա էլ է կարևոր գործոն, բայց չի ասի, որ հաճախ է դրա կարիքը լինում։ Այո, ավելի հաճախ մեր այցելուները շատ հստակ ասում են, նույնիսկ հաճախ ես կասեի, որ մեկ-մեկ լինում է, որ ես անհարմար եմ զգում, իրենք այնքան շնորհակալ են լինում, ասենք ասում են, վայ, ես ինչ բան է դուք օգնեցիք, բան, ես ասում եմ, որ իսկապես դեպքերի մեծամասնությունում, եթե մեր այցելուները չկարողանան մեզ հետ աշխատել, մենք ոչինչ չենք կարող անել։ Եթե իրենց մտածողությունը, ճկունությունը չբավականացնի, եթե իրենց համառությունը, մոտիվացիան, ուժը չբավականացնի, մենք մենակ ոչինչ չենք կարող անել։ Այսինքն իրենք մեր գործընկերներն են ու միայն լավ գործընկերության պարագայում մենք արդյունք ունենում։ Դրա համար երբեմն ես անարդար եմ համարում, որ իրենք միայն մեզ են վերագրում այդ արդյունքները, միշտ փորձում եմ իրենց ցույց տալ, որ իրենք այդտեղ մեծ դեր ունեն։ Ես կուզեի նաև հոգեթերապևտի անձի մի քանի այլ բնութագրերի մեջ խորամուխ լինենք, ինչպիսին է տարիքային պատկանելիությունը եւ սեռային պատկանելիությունը, որովհետեւ եթե մենք հիմա կարևորում ենք հոգեթերապևտի անձը եւ նրա հատկանիշները, դրանք ուղղակի չեն կարող կապ չունենալ իրենց կյանքի որ տարիքային հատվածում են գտնվում, ինչ կարգավիճակում են, ինչ սեռի են պատկանում, հատկապես մերպես երկրների դեպքում, որտեղ այդ սեռային գենդերային դրսևորումները, վարքաձևերը, մտածողությունները շատ ընդգծված են։ Այստեղ որն է ճիշտ մոտեցումը, ուշադրություն դարձնել արդյոք հոգեթերապևտ ընտրելիս դու որ տարիքի մարդու հետ ես ուզում աշխատել, որ սեռի հետ ես ուզում աշխատել, թե գիտակցաբար մի կողմ դնել սրանք եւ այլ բաների վրա կենտրոնանալ։ Գիտեք, երբեմն կան դեպքեր, որ կարելի է ասել կարևոր է սեռը մասնագետի, ենթադրենք, եթե բռնության ենթարկված անձ է, սեքսուալ բռնության ենթարկված, այո, բնականաբար իրեն կարող է մի քիչ դժվար լինել վստահել եւ աշխատել տղամարդ հոգեբանի հետ, բայց նորից սա պարտադիր բան չէ, կարող է եւ մարդուն դա ընդհանրապես չխանգարել, բայց երբեմն կարող է խանգարել։ Բայց դեպքերի մեծամասնությունում սեռային պատկանելիությունը մեր մասնագիտական գործունեության մեջ որպես այդպիսին դեր չունի։ Այսինքն նույն կերպ թե տղամարդիկ եւ թե կանայք պիտի իրենց անձի վրա աշխատեն եւ հաղթահարեն իրենց բոլոր խնդիրները, թե իրենց սեռով պայմանավորված, թե իրենց սեռով պայմանավորված իրենց մշակութային ինչ որ հարցերը, արժեհամակարգային, սրանք բոլորը պիտի խորը քննադատության ենթարկեն, իրենք անընդհատ պիտի իրենց մեջ փնտրեն այդ հատիկները, այդ սերմերը տարբեր դրսևորումների արդարացիորեն ընդունելով, որ իրենք այս մշակույթի կրողն են եւ գուցե ինչ որ այդպես հատիկներ իրենց ներսում էլ լինեն, ինչ որ կարծրատիպային մոտեցումներ եւ այլն, դրա հետ մենք բոլորս պիտի անընդհատ աշխատենք։ Տարիքային առումով այստեղ միայն կյանքի փորձի խնդիրն է, բայց նորից մենք չպիտի տենց էյջիստական մոտեցումներ էլի դրսևորենք։ Տարիքով է պայմանավորված, դրա համար չեմ կարող չբացատրել։ Ուղղակի գիտեք, լրիվ ճիշտ եք, ես ասում եմ անպայման սկզբում պիտի ասենք, որ որովհետև այնպես չի, որ մարդը տարիքով է, ուրեմն փորձ ունի կյանքի, որովհետև կան մարդիկ, որոնք ունեն մեծ կարիք, բայց հա, իրենք այդպես կյանքի փորձ չունեն, կամ մի տեսակ փորձ ունեն, ինչ որ կարծրատիպային հայացքներ ունեն, եւ կան երիտասարդ մարդիկ, որոնք այդպես շատ առողջ են դատում, ենթադրենք մեծ փորձ ունեն իրենց կյանքի ընդհանուր առմամբ, ինչպիսի նաեւ ծնողներ ունեն, ինչպիսի ընտանիքում են մեծացել, օրինակ մեծ ընտանիքներում մարդկանց փորձը մի քիչ ավելի հարուստ է լինում, փոքր ընտանիքներում մի քիչ ավելի աղքատիկ, այսինքն ամեն դեպքում անհատական բան է այստեղ եւ յուրաքանչյուր այցելու պիտի փորձի լսի այդ հոգեբանին, շփվի հոգեբանի հետ, մեկ հանդիպում ունենա եւ վստահի իր զգացողության արդյոք ինքը կարողանում է հենվել այս մարդու վրա, արդյոք տվյալ մարդու փորձը, հայացքները, գիտելիքը բավականացնում է իր ակնկալիքները արդարացնում է թե ոչ։ Անուշ, նորմալ է արդյոք, մի փոքր էս նորմալ է արդյոքների շարքը բացեմ,
Նորմալ է արդյոք, որ դու ընտրում ես հոգեթերապևտ, ով քո պատկերացրած միգուցե մեթոդներով, գործիքակազմով է աշխատում, դու հավանում ես դրանք, որը շատ գովաբանված է ամենալավ իմաստով, լավ փորձ ունի եւ այլն, եւ մեկ էլ հանկարծ այնպիսի տարօրինակ անձնային հատկանիշներ քեզ դուր չեն գալիս առաջին երկու սեանսների ժամանակ, որ դու ուղղակի չես կարողանում շարունակել։ Ինձ այդպես ուղղակի շատ են գրում, սկսած, գիտեք, ձայնից, դեմքի արտահայտությունից, անտարբեր էր թե անտարբեր չէր, եւ սա մենք պետք է որպես նորմալ արձագանք դիտարկենք եւ զսպենք, մենք շարունակենք աշխատել, բացենք իրար մեջ հարաբերությունները, թե որպես վատ նշան դիտարկենք։ Գիտեք, իրականում հոգեբանի հետ աշխատանքը շատ սուբյեկտիվ խնդիրներ դուրս բերող եւ շատ խնդիրներ խթանող իրավիճակ է։ Տեսեք, օրինակ, մեզ շատ են դիմում մարդիկ, որոնք ունեն վստահության խնդիր։ Այսինքն իրենց բազային հայցը հենց վստահության հետ է կապված, կամ մարդիկ ունեցել են ինչ-որ վատ փորձ տարբեր այլ ծառայություններից օգտվելուց, պարտադիր չի հոգեբանական աշխատանք լինի, եւ ունեցել են ինչ-որ վատ փորձառություններ։ Անպայման այս փորձառությունը անդրադառնում է հոգեբանի հետ աշխատանքի վրա եւ ցանկացած փոքր բան, որը պարզապես չէր համապատասխանում տվյալ մարդու սպասելիքներին եւ պատկերացումներին իր գլխում ունեցած, կարող է բերել դրան, որ այս բանը ինձ դուր չեկավ, այս փոքր բանը չհավանեցի, հետո լիքը կարծրատիպեր եւ ստերեոտիպեր կան թե հոգեբանների մասին, գոյություն ունեցող օրինակ, ես շատ տեսակետներ եմ լսում հոգեբանների մասին, որոնք ընդհանրապես առնչություն չունեն հոգեբանի իրական կերպարի կամ դե օրինակ տեսեք, ցանկացած ճակերտավոր ասած բացասական դրսևորում, ճակերտավոր եմ ասում, որովհետև օրինակ տխրություն, բարկություն, ցասում, բողոք, ընդդիմություն, այսպիսի բաները, որ թյուրիմացաբար հասարակությունը ենթադրենք համարում են ինչ-որ բացասական էմոցիաներ, բացասական դրսև, մի բարկացեք, մի ու պայքարում են, չէ՞ դրա դեմ փորձում են։ Հիմա այո, եւ դրա հետևանքով էլ մենք ունենք լիքը տարբեր խնդիրներ, որ մեզ թույլ չենք տալիս լինել իրական ապրող մարդիկ։ Եվ կարող է օրինակ ինչ-որ նման դրսևորում տեսնեն մասնագետի մեջ եւ ասեն, ինչպես կարող էր հոգեբանը բարկանալ կամ շատ իդեալականացում կա, աստվածացնելու ինչ-որ նման բաներ, ռոմանտիզացում եւ այլ եւ այլն։ Ես օրինակ վերջերս այդպիսի մի բան տեսա, ընկերներիցս մեկի հետ մի ինչ-որ միջոցառումից դուրս ենք գալիս եւ երկուսով իրար խոստովանում ենք, որ ուսանողական տարիներից հոթ-դոգ չենք կերել, այդտեղ էլ հոթ-դոգ են վաճառում, այս ընկերս ասում է լսի, մենք պիտի սա ուտենք, ասեցի իհարկե, վերցրեցինք այդ հոթ-դոգերը, վերցրեցինք ու այսպես քայլելով ուրախ զվարթ ուտելով գնում ենք։ Ես հիշում եմ, որ սենց մի խումբ մարդիկ եկան ինձ ընդառաջ, մինչ այդ էլ ես ելույթ էի ունենում, այսպես խոսում էի։ Ակադեմիական, պաշտոնական։ Չէ, ես սովորաբար ինչպես որ խոսում եմ, այդպես էլ խոսում եմ բոլոր տեղերում, բայց ուզում եմ ասել այլ դիրքում, հա, բեմից խոսելուց էին տեսել։ Ես սենց նկատեցի, այս մարդիկ ինչպես սենց զարմացած նայեցին մեզ, թե ոնց ենք մենք այս հոթ-դոգը վերցած սենց ուտելով գնում։ Փողոցում քայլելով գնում, այնինչ ինձ թվում է շատ հաճելի բան է։ Այսինքն հասկանում եք, մարդիկ ինչ որ պատկերացումներ ունեն իրենց գլխում ստեղծված եւ երբեմն հենց այդ պատկերացումներին չհամապատասխանելով կարող են չհավանել հոգեբանին։ Այստեղից կարող է գալ, որ այդ նույնիսկ դեմքի արտահայտությունը կամ կենթանության նշան ցույց տալը։ Այո։ Եվ սա նաև կապված է նրա հետ, թե ինչպիսի մշակույթ կա տվյալ միջավայրում, օրինակ հոգեբանական ծառայությունների մատուցման ենթադրենք, տվյալ երկրում շատ ընդունված է, որ պետք է հոգեբանները այսպես չափազանց, բարեհամբույր, ինչ որ sense բաներ անեն, հատուկ լիքը ինչ որ չգիտեմ ոնց ասեմ, այցելուին գրավելու համար ենթադրենք ինչ որ բաներ անեն եւ այդ ֆոնին ենթադրենք որևէ հոգեբան, որին ընդհանրապես չի հետաքրքրում այցելուին գրավել, այլ հետաքրքրում է հասկանալ խնդիրը, տեսնել արդյոք իր պրոֆեսիոնալիզմի սահմաններում է թե ոչ, գործ անել եւ այլ, ինչ որ այսպիսի բաներ, կարող է թվալ այդ մարդը մի քիչ ավելի սառը, ավելի չոր եւ այսպիսի բաներ։ Եվ ի վերջո ճաշակի հարց է։
ինչ որ մեկը հավանում է շիկահերներին, այո, ինչ որ մեկը հավանում է, չգիտեմ, թուխ մարդկանց եւ սրանք մենք պիտի ընդունենք, որ այսպիսի նաեւ անգիտակցական դրսևորումներ մեզ կարող են խանգարել։ Օրինակ իմ այցելուներից մեկը ինձ մի օր խոստովանեց, ասաց, գիտեք, դուք շատ շնորհակալ եմ, այդպիսի բաները մեզ շատ օգնում են մեր աշխատանքում։ Մի անգամ ինձ ասեց, որ գիտեք, դուք հիշեցնում եք ինձ իմ տնօրենին, որին ես շատ սիրում եւ շատ գնահատում եմ, շատ, բայց նաեւ ես իրենից մի քիչ կաշկանդվում եի եւ մի քիչ վախենում էի։ Ու սա շատ կարևոր խոսակցություն էր, որ մենք ունեցանք եւ շատ կարևոր է, որ այցելուն այդպես ուշադիր լինի իր զգացողությունների մտքերի նկատմամբ եւ իհարկե ոչ միշտ է, որ այդպես անմիջապես մենք հիշում ենք, որ ոնց որ այս մարդը ինչ մարդուն է հիշեցնում կամ ինչ մարդուն, կամ էլ չենք հասկանում նույնիսկ սրանք անգիտակցաբար կարող են ազդել մեզ վրա ու մենք իհարկե հետո դրա շուրջ ահագին աշխատեցինք եւ այդ գիտակցելը, խոսելը օգնեց, որ այդ տպավորությունը ոնց որ չազդի եւ չխանգարի մեր աշխատանքին։ Այսինքն մի տեսակ հավանել, չհավանել, սրանք շատ սուբյեկտիվ բաներ են։ Ես նաեւ շատ իմ այցելուներից երբեմն լսում եմ, դե մարդիկ հաճախ այստեղից այնտեղ են գնում, մի հոգեբանից մյուսի մոտ են գնում։ Երբեմն այո, երբեմն դա շատ նորմալ է, ինչ որ մեկի հետ աշխատանքը ավարտում են, հետո տարիներ հետո մեկ ուրիշին են դիմում։ Եվ գիտեք, լինում են դեպքեր, երբ մարդիկ բողոքում են ինչ որ բաներից, մենք սովորաբար հարցնում ենք նախքին փորձի մասին, բացարձակ կարևոր չէ թե ում մոտ է մարդը եղել եւ էթիկապես ճիշտ չի իմանալ թե փորձառությունն է ում մոտ է եղել, այո, շատ կարևոր է ուղղակի իմանալ այս մարդը ինչպիսի փորձ ունի, ինչն է ինքը հավանել, ինչը չի հավանել, ինչու պետք չի իմանալ թե ում մոտ է եղել, որովհետեւ մարդիկ կարող են հետո ունենալ վատ ապրումներ, որ իրենք բամբասեցին, իրենք ինչ որ անազնիվ գուցե բան արեցին, ինչ որ մեկի իրենք հետո կարող են իրենց ված գալ դրա համար մեր այցելուներին պաշտպանելու համար պետք չէ նրանց երբեք հարցնել ում մոտ է կոնկրետ եղել, բայց հարցնել ինչպիսի փորձ է եղել պետք է ու երբ որ իրենք ասում են, որ ինչ բաներ են պատմում, ես հաճախ ազնվորեն իրենց խոստովանում եմ, որ գիտեք ինձ հետ էլ կարող է այսպիսի բան լինել եւ դրա պատճառը այս բաներն են։ Այսինքն, եթե դու հասկանում ես, որ դա ինչ որ հանցագործություն չի եղել, այդ հոգեբանը որևէ կոպիտ սխալ թույլ չի տվել, ինչ որ բան կարող է այցելուն մի փոքր կտրուկ է ընկալել եւ այլն, փորձում ես բացատրել եւ ի վերջո օգնում ես դրանով մարդուն, որ ինքը հասկանա, որ ինչ որ դավադրություն չկա իր նկատմամբ, իրեն չեն ուզել վնաս տալ, չգիտեմ ինչ անել։ Բայց իհարկե ոչ միշտ է, որ այդպես հեշտ կարող ես արդարացնել, երբեմն դեպքեր կան, որ անցնում ես ուղղակի այդ թեման։ Լավ, մենք ունենք 4 րոպե, ես երկու հարց եմ ուզում, այսպես բլիցի տարբերակով հասցնել, հնչեցնել։ Նորմալ է արդյոք հոգեթերապևտի հենց դեմքին դա առաջ սկզբում է սովորաբար լինում ասել, որ գիտեք, ընդհանուր առմամբ ես ձեզ հավանում եմ, բայց այս ձեր բանը ինձ սուր չի գալիս, այս ձեր էս մի ասածից կամ վարքաձևից ես դժգոհ եմ, ընդհանրապես շատ նորմալ է։ Բայց դուք ված չեք զգում դրանից։ Գիտենք նայած ինչ են ասում, իհարկե կարող են այնպիսի բան ասել, որ վիրավորական լինի անձամբ եւ դա դուր չգա, բայց դա էլ է նորմալ բան։ Ամեն ինչ մեզ չպիտի դուր գա, մենք իրական շփման process-ում ենք եւ սա շատ նորմալ է եւ ցանկալի է, որ մեր այցելուները մեզ ասեն, ինչը իրենց դուր չի գալիս, ինչն է իրենց անհանգստացնում։ Նույնիսկ եթե իրենք ուզում են ավարտել թերապիան, որովհետեւ չեն հավանում, հատկապես այդպիսի դեպքերում, սրանով իրենք շատ օգնում են հոգեբանին։ Ես շնորհակալ եմ բոլոր իմ այն այցելուներին, որոնք ինձ ասել են, թե ինչը իրենց դուր չի եկել, այո, կամ չեն դադարեցրել, շարունակել են։ Սա շատ օգտակար է, սա եւ մեզ է զարգացնում, եւ երբեմն ինչ որ ճգնաժամային լճացած վիճակից օգնում է դուրս գա թերապիան։ Եվ ի վերջո, գիտեք, ես կարծում եմ, սա շատ արժանապատիվ վարքագիծ է անկեղծորեն ասել, որ ինձ սա դուր չեկավ։ Իհարկե, մենք կարող ենք պահի տակ լինել արդար կամ անարդար, այդ մեր կարծիքների մեջ, այս բոլորը կարելի է ուղղակի քննարկել տեղում։ Իսկ լինում է, որ դուք իսկապես անկեղծ ի սրտե ներողություն խնդրեք, ասեք կներեք, ես հաշվի չառա կամ կներեք, եթե
ձեզ նեղացրեց էսի ինչ որ ասած է, այսպիսի դեպք։ Այո, եւ ես բոլոր այն դեպքերում, երբ որ եղել են, ինձ ուղիղ ասել են, թե ինչը դուր չեկավ, ես իհարկե միանգամից ընդունում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդ ասելու եւ ներողությունը դա այն երևի միակ բանն է, որ այդտեղ մենք կարող ենք անել, որովհետեւ եթե մի բանը կատարվել է, մի տեսակ դա ջնջել հնարավոր չէ։ Կան դեպքեր, երբ որ ես կարող եմ ինչ-որ բան բացատրել, բայց եթե իմ այցելուին ինչ-որ բանով ես նեղացրել եմ, իրեն ճիշտ չեմ հասկացել, սխալ ինչ-որ բառ օգտագործեցի, եղավ ոչ շատ զգայուն, ոչ շատ էմպաթիկ, եւ սա հնարավոր է Լուսի ջան, որովհետեւ մենք live process-ում ենք անընդհատ։ Այո, ասենք առավոտից մինչև երեկո դու live process-ում աշխատում ես մարդու հետ, դու չես կարող կատարյալ լինել եւ շնորհակալ պիտի լինենք եւ ներողություն խնդրենք իհարկե։ Եվ վերջին հարցը, նորմալ է արդյոք, որ հոգեբանն աշխատի միջանձնային հարաբերությունների հետ, եթե ինքը օրինակ անձամբ չի շփվում ծնողների հետ կամ հենց ինքը ամուսնալուծված է կամ հարաբերությունների մեջ չի ձևավորել, ասենք, չգիտեմ, չի ամուսնացել օրինակ, 1 րոպե ունենք, բայց կուզեի լսել։ Հարաբերություն ամուսնալուծված լինելը ոչ մի բանի մասին չի խոսում, հակառակը խոսում է, որ մարդիկ իրենց վատ հարաբերությունները կարողանում են դադարեցնել, ավարտել, անցնել այլ փուլեր, այստեղ ոչ մի բան սա չի ասում հոգեբանի մասին, այո։ Հարաբերությունների մեջ է, թե հարաբերությունների մեջ չէ, ես կարծում եմ սրա մասին մենք ոչինչ չգիտենք եւ միամտաբար եթե մարդը ամուսնացած չէ, պատկերացնել, որ ինքը հարաբերությունների մեջ չէ, սա կարծում եմ ստացվել էլի, եթե իր մոտ չի ստացվել, ինչպես կարող ենք գիտեք, հին հայկական բաներ են, եթե մենք համարում ենք, որ բոլոր նրանք, որոնք ամուսնացած են, իրենց մոտ ստացվել է, ուրեմն օքեյ։ Եվ եթե մարդը ունի կոնֆլիկտներ, կայուն չլուծված կոնֆլիկտներ, իհարկե սրանք ակնհայտորեն այնուամենայնիվ սրանք աշխատելու են եւ խանգարելու են այդ մարդուն իր աշխատանքի ընթացքում, սա չի նշանակում, որ դի պարտադիր բոլորը նույն տիպի հրաշալի հարաբերություններ ունենան բոլորի հետ։ Ոչ, կան մարդիկ, որ մեզ վնասում են, մենք իրենց հետ դադարեցնում ենք հարաբերությունները։ Սա այլ բան է։ Շատ շնորհակալություն։ Հիմա ավելի հանգիստ կարող ենք լինել, ինչպես հարաբերվել հոգեթերապևտի հետ եւ ինչ անձնային հատկանիշների վրա հատկապես ուշադրություն դարձնել եւ մի քիչ ազատ ու հանգիստ թողնել հոգեթերապևտներին իրենց անձի ու անձնական դրսևորումների իրենց հետ եւ կիսվել։ Մենք զրուցեցինք Երկուսով կենտրոնի հիմնադիր հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, անպայման էլի կհանդիպենք։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։